Ժամը 17-ն է, Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Եվ այսպես Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել ընդգծելով, որ եկեղեցու նկատմամբ իշխանությունների չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվել են անօրինակ նոր դրսևորումներով։ Մեջբերեմ Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ եւ խոչընդոտող խմբերի ներգրավմամբ բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս եւ Տեր Մանուկ քահանաների հոգևոր ծառայությունը մեջբերման ավարտը։ Նշվում է, որ այդ խմբերը սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչեցնում վերջինների նկատմամբ։ Կրկին մեջբերեմ, հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր արժեք եւ անվավեր են։ Իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր կանոնական կյանքի պաշտպանությանը եւ եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։ Նշված է հայտարարության մեջ։ Կառավարությունը հինգշաբթի կայացող ավանդական նիստում հավանություն է տվել զինծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու որոշմանը։ Ըստ այդմ 24 ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատվում է 6 ամսով։ Նախագիծը դեռ պետք է հաստատվի խորհրդարանում։ Ընդդիմադիր ուժերը քննադատաբար են անդրադարձել այս նախաձեռնությանը, մտահոգություն հայտնելով, որ փոփոխության հետևանքով զինված ուժերի թվակազմը կկրճատվի։ Գործադիր իշխանության եւ իշխող ուժի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ փոփոխությունը բանակի անձնակազմի կրճատման չի հանգեցնի, քանի որ կընդլայնվի պայմանագրայինների ինստիտուտը։ Փաշինյանը Ելիսեյան պալատում նախագահ Էմանուել Մակրոնի անունից ընթրիքի է մասնակցել ի պատիվ խաղաղության ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների Ելիսեյան պալատում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայանալու է այսօր։ Ադրբեջանական կայքերը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին հաղորդում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ծրագրում մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռ թույլ չի տալիս Ալիևի այցը Երևան դիտարկել որպես արդիական քայլ։ Ադրբեջանը ելնում է իրական գործողությունների սկզբունքից, բարձր մակարդակի այցն առանց ստորագրված պայմանագրի եւ առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող էր կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին։ Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ եւ պարտավորությունները չեն կատարվել, նման քայլերը ժամանակավրեպ կարող են լինել, ասել են դիվանագետները։ Սակայն որոնք չեն բացառում բարձր մակարդակի այցելությունները ապագայում։ Ընդհակառակը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Բաքուն դրանք կհամարի գործընթացի տրամաբանական շարունակություն։ Հիշեցնեմ, արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր լրագրողներին ասել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Էրդողանը եւ Ալիևը հրավիրվել են Երևան եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Երևանում անցկացվող Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում չընդունվեց ընդդիմադիր պատգամավորների առաջ քաշած նախագիծը, որով առաջարկում էին Ադրբեջանից պահանջել միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան։ Արտադրել անմիջապես ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց բաց թողնել, մենք դեմ չենք այս նախադասությանը եւ երաշխավորել բռնի կերպով տեղահանված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերադառնալ անվտանգ իրենց հայրենիք, Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին։ Ապարանի համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել, ձերբակալվել է 9 հոգի, որոնցից 3-ը համայնքապետարանի աշխատակիցներ են։ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է ներկայացրել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը։ Համայնքապետի պաշտոնավարումը կասեցված է։ Բալասյանը հայտարարություն է տարածել ընդգծելով, որ այդ որոշմամբ, որին ինքը տեղեկացել է մամուլից,
ոտնահարել են բյուրեղավանցիների շահերը, քանի որ ինքը կարող էր կայացնել համայնքին վերաբերող որոշումներ, չիմանալով, որ զրկված է նման լիազորությունից։ Համայնքապետը նշել է, որ 2 տարի առաջ հարուցված քրեական գործով հարցաքննվել են հարյուրավոր քաղաքացիներ, արդյունքում իրեն առաջադրել են անհիմն մեղադրանք, որն ինքը չի ընդունում։ Հոկտեմբերի 27-ից կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, որոնումներում ներգրավված են 100 ոստիկան և 212 փրկարար։ Աշխատանքն իրականացվում է 7 ուղղությամբ, որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղի մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։ Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հոդվածով։ Անցած մեկ օրում Հանրապետության ոստիկանությունը բացահայտել է 163 հանցագործություն, գերակշռում են մեքենա վարելու իրավունքից զրկված կամ չունեցող անձի, տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութերի իրացման, մարմնական վնասվածք պատճառելու դեպքերը, բացահայտվել են նաև կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության և այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել 4-ը։ Անցած 24 ժամում գրանցվել է 14 ավտովթար, 1 մարդ մահացել է, 18-ը վնասվածք ստացել։ Ռուսաստանի նախագահ Պուտինը Ուկրաինայում պատերազմի վիրավոր մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Կուպյանսկում և Կրասնոարմեյսկում ռուսական զորքերը շրջափակման մեջ են վերցրել ուկրաինական ուժերին։ Նրա խոսքով ռուսական զորախմբերի հրամանատարները դեմ չեն, որ թույլատրվի շրջափակման գոտիներ մուտք գործել օտարերկրյա և ուկրաինացի լրագրողներին, որպեսզի նրանք սեփական աչքերով տեսնեն, թե ինչ է կատարվում այնտեղ։ Ռուսական բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի տվյալով Կրասնոարմեյսկի և Դիմիտրովի շրջանում օղակի մեջ է ուկրաինական 31 գումարտակ։ Պուտինը նաև հայտարարել է, որ Սարմատ հրթիռային համալիրը շուտով կդրվի մարտական հերթապահության, աշխարհում Սարմատի նման այլ հրթիռ չկա, ասել է Պուտինը։ Նա նաև հայտնել է, որ նախորդ օրը հաջողությամբ փորձարկվել է միջուկային շարժիչով Պոսեյդոն ստորջրյա սարքը, որը նրա խոսքով ավելի հզոր է, քան Սարմատ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է վերսկսել միջուկային զենքի փորձարկումները 33 տարվա դադարից հետո։ Անակնկալ հայտարարությունը նա արել է սոցցանցի իր էջում Հարավային Կորեայի Բուսան քաղաքում Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ առևտրային բանակցությունները սկսելուց րոպեներ առաջ։ Գործընթացը կսկսվի անհապաղ, գրել է նա։ Թրամփի որոշումը վերլուծաբանները պայմանավորում են Ռուսաստանում նոր սպառազինությունների փորձարկումներով և Չինաստանի միջուկային զինանոցի սրընթաց աճով։ Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տվյալով Պեկինը վերջին 5 տարում կրկնապատկել է իր միջուկային զինանոցը, հասցնելով այն մոտ 600 մարտագլխիկի։ Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը այդ թիվը կգերազանցի 1000-ը։ Միջազգային լրահոսին հետևում է Դավիթ Կենջոյանը։ Հարավային Կորեայի Բուսան քաղաքում Դոնալդ Թրամփի և Սի Ցզինփինի երկար սպասված հանդիպման սկզբում Միացյալ Նահանգների նախագահը համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը և Պեկինը կունենան ֆանտաստիկ հարաբերություններ երկարաժամկետ հեռանկարում։ Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում հարավկորեական ավիաբազայում կայացած բանակցությունները 2019 թվականից ի վեր առաջինն էին, և երկու կողմերն էլ լավատեսություն հայտնեցին առևտրային լարվածության թուլացման հարցում։ Սին նշեց, որ տնտեսական խմբերը հիմնականում համաձայնության են եկել առանցքային հարցերի շուրջ, հորդորելով համատեղ պահպանել ճիշտ ուղղությունը և ապահովել ամերիկա-չինական հարաբերությունների հսկա նավի կայուն ընթացքը։ Հանդիպման ավարտին ձեռքսեղմումով բաժանվելիս նկատվել է, թե ինչպես է Թրամփը կրանում իր չինացի գործընկերոջ ականջին ինչ-որ բան շշնջալու համար։ Նախագահ Սիի հետ հանդիպումը Թրամփը 10 միավորանոց սանդղակով գնահատել է 12 միավոր։ Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաների բնակիչները բողոքի ցույցեր են անցկացրել նահանգային կառավարության պալատի դիմաց, պահանջելով արդարություն քաղաքի պատմության մեջ հանցաշխարհի դեմ ամենաարյունալի ոստիկանական գործողություններից հետո, որը խլել է առնվազն 132 մարդու կյանք։ Հանրային անվտանգության հարցերով փորձագետները նախազգուշացրել են, որ այս մահաբեր բռնությունը հետևանք է համապարփակ ռազմավարության բացակայության, քանի որ կարճաժամկետ գործողությունները երկարաժամկետ լուծումների փոխարեն միայն ավելի շատ արյունահեղություններ են հրահրում։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իրենք խափանել են Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության դավադրությունը ամերիկյան նավերի վրա հարձակվելու և մեղքը Կարակասի վրա բարդելու նպատակով, ինչը պետք է արդարացնել ռազմական սրացումը։ Այս մեղադրանքները հնչել են նույն օրը, երբ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ամերիկյան զինուժը Խաղաղ օվկիանոսում հարվածել և ոչնչացրել է թմրանյութեր տեղափոխող կասկածելի նավ, սպանելով 4 մարդու։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պոսեյդոն միջուկային սուպերտորպեդի հաջող փորձարկման մասին, այն անվանելով հսկայական հաջողություն։ Ըստ նրա, այս զենքը, որը կարող է հսկայական ռադիոակտիվ ցունամի առաջացնելով ավերել առափնյա քաղաքներ, իր հզորությամբ գերազանցում է նույնիսկ Սարմատ միջմայրցամաքային հրթիռին։ Այս ռազմատենչ հայտարարությունը հնչել է Ուկրաինայում շարունակվող ռուսական հարձակումների ֆոնին։ Թիրախավորվել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ եւ լրագրողներ։ Հրթիռակոծվել է Խերսոնի մանկական հիվանդանոցը, վիրավորելով 4 մարդու, իսկ Դնեպրոպետրովսկի մարզում անօթաչուի հարվածի է ենթարկվել գերմանական հեռուստաընկերության նկարանող խումբը։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռազմաճակատում ամենաթեժ իրավիճակը Պոկրովսկի ուղղությունն է։ Կուպյանսկի շրջանում ուկրաինական ուժերը պահպանում են իրենց դիրքերը, մինչդեռ ռուսները պնդում են, որ Կուպյանսկում իրենք շրջապատման մեջ են վերցրել 31 ուկրաինական գումարտակ։ Իսրայելի վերջին օդային հարվածները Գազայի հատվածում խլել են ավելի քան 100 մարդու կյանք, փաստացի խախտելով փխրուն հրադադարը, ինչը ՄԱԿ-ը որակել է սարսափելի։ Իսրայելը հարվածները հիմնավորել է իր զինվորների վրա Համասի հարձակմամբ, ինչը պաղեստինյան խմբավորումը հերքում է։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են զինադադարի պայմանները խախտելու մեջ։ Այս ողբերգությունը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Գազայում նկատվում էին կյանքի վերականգնման նշաններ, ինչի խորհրդանիշն է դարձել 2 տարվա դադարից հետո Ալ-Ասար համալսարանի վերաբացումը, որտեղ ուսանողները փորձում են վերակազմակերպել իրենց կյանքն ու ուսումը փլատակների մեջ։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է, դա իրականություն է եւ մենք տեսնում ու զգում ենք տեղում։ Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ խոսել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ իրագործելիք Թրամփի ուղի ծրագրի մասին։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը նաեւ երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Մանրամասնում է իմ գործընկեր Մերի Դանիելյանը։ 2026-ի ընտրությունները կարևոր են խաղաղության համար։ Փաշինյանն է ասել Ֆրանսիայում նորից առաջ տանելով իր թեզը, թե եկող տարի Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են խաղաղության ու պատերազմի միջև։ Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին է վարչապետը խոսել հայ-ադրբեջանական իր բառերով ձևավորված խաղաղությունից ու այն անվանել պատմական փոփոխություն։ Ունենք խաղաղություն եւ դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն Ադրբեջանի հետ մեր երկկողմ հարաբերություններում, այլ նաեւ մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ։ Հակառակ հաճախ հնչող քննադատություններին, թե Թրամփի ճանապարհը միայն Ադրբեջանին է ձեռնտու, Փաշինյանը կարծում է, թրիփը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի համար է կարևոր։ Նաև հույս ունի Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում դրական զարգացումներ կլինեն։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական եւ քաղաքական համագործակցություն։ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին էլ է անդրադարձել Փաշինյանը։ Ըստ նրա 2024-ին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշեց, որ որևէ տարածքային պահանջ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում որևէ հարևանի նկատմամբ։ Ավելին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում բազմաթիվ դրույթներ կան այն մասին, որ կողմերը չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել ապագայում։ Բոլոր այդ թեմաները փակելու եւ լուծելու համար ընդհանրապես անհրաժեշտ է ստորագրել եւ ավերացնել խաղաղության պայմանագիրը եւ դրանից հետո այն ձեռք կբերի բարձրագույն իրավաբանական ուժ եւ այլ մեկնաբանությունների առիթ չի լինի։ Ֆորումի ընթացքում Փաշինյանը հանդիպել է նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եւ Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատի նախագահի հետ, ապա Ելիսեյան պալատում մասնակցել պաշտոնական ընթրիքի։ Այս տարի Փարիզի խաղաղության ֆորումը համախմբել է մոտ 30 երկրի ղեկավարի։ Հիմնական քննարկման թեման գլոբալ խաղաղությունն է ու համագործակցությունը։ Իսկ գործնականում ինչ են տալիս նմանատիպ ֆորումները։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով դրանք ավելի շատ խորհրդանշական միջոցառումներ են եւ մեծ հաշվով ոչ մի հարց չեն լուծում։ Ավելին, երբեմն դրանց անմիջապես հաջորդում են ռազմական գործողություններ։ Ամենաթարմ օրինակը 2 շաբաթ առաջ կայացած Շարմ էլ-Շեյխի խաղաղության համաժողովն էր։ Գազայում այդպես եղավ, բնականաբար մյուս կոնֆերանսների ժամանակ էլ է նույն բանը լինում։ Այսինքն այդտեղ ուղղակի ընդունված ձևն է այդպես, որ բոլորը բարի դեմքով պիտի խոսեն խաղաղության կարևորության մասին, որ մարդիկ այլևս չզոհվեն, բայց իրական կյանքում նրանց դարած քաղաքականությունը ամեն օր նոր ավելի շատ զոհերի է հանգեցնում ողջ աշխարհում։ Իսկ ինչու են հատկապես վերջին շրջանում շատ խոսում խաղաղության մասին։ Բալասանյանը կարծում է այդ անվան տակ փորձ է արվում առաջ տանել այն մեգա նախագծերը, որոնք հնարավոր չէին իրականացնել վերջին 100-ամյակներին։
խոսքը եւ մեր տարածաշրջանում, այսպես ասած Տրամփի մայրուղու մասին է եւ այլ տարածաշրջաններում եւս։ Հիմա սա ներկայացում է իբրև քայլ, որ կբերի խաղաղություն տարածաշրջանի։ Այս հայտարարությունները եւ այդ խաղաղություն բառը ըստ էության ընկալելի են տեղի ժողովուրդների համար եւ նրանք այլևս չեն մտածում այն հետևանքների մասին, որոնք կարող են հանգել այդ ծրագրերն իրականացնելու համար։ Ըստ փորձագետի, բոլորը այդ խաղաղությունից ակնկալում են այն, ինչ պետք է իրենց։ Փաշինյանը քվե 2026-ի ընտրություններում Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հարմար ճանապարհ, Թրամփը մեծ գործարք, բիզնես շահեր ու խաղաղության Նոբելյան մրցանակ։ Մերի Դանիելյան, Open Media։ Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենն այցելել է Փարիզի Սանտե-Բանդ եւ հանդիպել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։ Ըստ Ֆիգարոյի նրանց հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Բանդի պետի ներկայությամբ եւ տևել մոտ 45 րոպե։ Գլխավոր թեմաներից մեկը եղել է նախկին նախագահի անվտանգության ապահովման պայմանները։ Դարմանենը նաեւ մոտ 1 ժամ զրուցել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ։ Ավելի վաղ Սարկոզիի հանդեպ ենթադրյալ հատուկ վերաբերմունքը հետաքննելու համար Բանդ էին այցելել անհնազանդ Ֆրանսիա կուսակցության պատգամավորներ Հյուգո Բեռնալիսիսը եւ Դանիել Օբոնոն։ Նրանց սակայն թույլ չեն տվել հանդիպել նախկին նախագահի հետ։ Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ 58 կիլոգրամ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնություններում։ Ալեքսանդրան առաջինն էր թե հրում եւ թե պոկում վարժություններում։ 60 կիլոգրամ քաշային Գառնիկ Չոլակյանը նույնպես հավասարը չի ունեցել պոկում եւ հրում վարժություններում եւ դարձել է Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն։ Նույն քաշային կարգում Սեյրան Խուդանյանն արժանացել է փոքր արծաթե մեդալի, իսկ երկամարտի արդյունքներով զբաղեցրել 5-րդ տեղը։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Բարի ու խաղաղ երեկո բոլորիս։